Վերադարձանք եթեր, լավ տրամադրությամբ մենք շարունակում ենք մեր ընթացքը եւ ժամանակն է ներկայացնելու մեր հաջորդ հյուրին, ում հետ վստահ եմ ունենալու ենք շատ հետաքրքիր հարց ու պատասխան։ Մեզ է միացել Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանը, բարի լույս պարոն Արուշանյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Շնորհավոր ենք բոլորիս։ Այսօր հրաշալի, այսօր կրկնակի տոն է, որովհետև նախ տոնում ենք Գորիսի օրը եւ բոլորս մասնակցելու ենք ֆեստիվալ երաժշտական զբոսաշրջային փառատոնին եւ հետաքրքիր է ինչ դեր է ստանձնել Գորիսի համայնքապետարանը նախ Գորիսի օրվա եւ հետո ֆեստիվալ փառատոնի իրականացման ու շատ հետաքրքիր փուլում։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել կառավարությանը, հանրային հեռուստաընկերությանը այս մեծ միջոցառումը Գորիս համայնքում կազմակերպելու համար։ Սա նաև նվեր էր մեր համայնքին, քանի որ այսօր մեր համայնքի տոնն էլ է։ Եվ կարծում եմ բավականին ստացված օր ենք ունենալու, որովհետև շատ ենք աշխատել գործընկերների հետ։ Հուսով եմ լավ օր կունենանք։ Մենք էլ լիահույս ենք։ Չենք կարող չնկատել ինչքան է փոխվել Գորիսը, ինչքան է կանաչապատվել, ինչքան են ավելացել ծառերն ու ծաղիկները։ Կարող ենք ենթադրել, որ իսկապես դուք ուզում եք Գորիսը դարձնել հանրապետության ամենականաչ եւ ամենամաքուր քաղաքը։ Եվ ինչու, եւ ինչպես են արձագանքում քաղաքացիները ու ինչպես են պահում մաքրությունը եւ կանաչապատումը։ Նախ մենք սկզբունք ենք որդեգրել ոչ թե Հայաստանի Հանրապետությունում ամենականաչ եւ մաքուր քաղաքներից մեկը լինի, այլ մենք չենք վախենում այդ նախադասությունից, որ ասենք աշխարհի ամենամաքուր եւ կանաչ քաղաքներից մեկը պետք է լինի, որովհետեւ այդ աշխատանքի համար արդեն երկար տարիներ է ջանք ու եռան չենք խնայում, ամեն տարի հազարավոր մշտադալար ծառեր են տնկում Գորիսում, բավականին շատ փողոցներ են բարեկարգում, որպեսզի աշխարհին ներկայանալի տեսք ունենա եւ կարծում եմ այսօր արդյունքները արդեն իսկ շոշափելի են Գորիս համայնքում։ Խոսում ենք կանաչապատ ու գեղեցիկ քաղաք ստեղծելու, ունենալու եւ պահպանելու մասին եւ նաեւ առաջարկում ենք անդրադառնալ այն հետաքրքիր գաղափարին, որ շնորհիվ ձեզ դարձավ իրականություն, խոսքը Վարդերի պուրակի մասին է։ Կպատմեք ոնց ստեղծվեց գաղափարը եւ ինչպես այն դարձավ իրականություն։ Գորիսում շատ մտքեր, ես հաճախ եմ այդպես ձևակերպում, որ բարձրալից են Աստծո կամքով են լինում։ Քաղաքը տարիներ առաջ ունեցել է բավականին շատ վարդեր եւ որպես այդպեսին է ներկայացել։ Ընթացքում որոշակի խնդիրների պատճառով եւ այլն չկար այն վարդերի քաղաքը, որը միշտ հայտնի էր հանրությանը։ Մենք որոշեցինք, որ թե քաղաքում տարբեր հատվածներում, թե հենց ինքը բուն վարդերի պուրակը 1 միլիոն վարդ տնկելու։ Իհարկե ծրագիրը մի տարվա չէ, 2-3 տարում կարծում եմ կհասցնենք։ Այս տարի արդեն հասցրել ենք տնկել մոտ 50,000 վարդ եւ հուսով եմ, որ մյուս տարի բավականին արդեն ինքը վիզուալ տեսքով ներկայանալի կլինի եւ ծրագիրը կշարունակենք մյուս տարվանից նույնպես։ Լսել ենք նաև, որ Վարդերի պուրակից սկսվող փողոցն այսօր վերանվանվելու է։ Ինչպես որոշվեց, ինչու որոշվեց։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ նային քաղաքի հետ Գորիսը քույր քաղաքներ են։ Մենք անցած տարի Ֆրանսիայի Վիեն մեր քույր քաղաքի անունով Գորիսի կենտրոնական պուրակը կոչեցինք Վիենի։ Այս նախաձեռնությունը մեր գործընկերների հետ նային քաղաքում նույնպես կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվեց Գորիս եւ մենք էլ որպեսզի մեր գործընկերների հետ կառուցողական ճիշտ հարաբերություններ ունենանք մեր փողոցներից մեկը, որը նոր է վերակառուցվել, մտածեցինք, որ հենց այդ նույն մեր քույր քաղաքի անունով պետք է կոչենք։ Լսելով ձեր պատասխանները եւ նաեւ զգալով ձեր ներքին հիացական դրսևորումները կապված Գորիս քաղաքի հետ, մենք էլ քանի որ այսօր անդադար նշում ենք, որ այսօր Գորիսի օրն է, հետաքրքիր է ինչպիսին է Գորիսը ձեզ համար բոլոր առումներով։ Կպատմեք մեզ այդ մասին։ Գորիսը ունի հազարամյակների պատմություն, այստեղ մեր հայրենակիցները հազարամյակներ շարունակ ապրել են, կերտել են։ Ինձ համար դա ավելի մեծ պատասխանատվություն է, որպեսզի տրամաբանական շարունակությունը էլ ավելի ուժեղ լինի, որպեսզի մենք էլ մեր հաջորդ սերունդներին կարողանանք ավելի ներկայանալի Գորիս համայնք տալ։ Եվ կարծում եմ դա ստացվում է մեզ մոտ, որոշ մասով կարող եմ ինձ թեկուզ կոռեկտություն կանեմ, դեռ շատ չեմ մեկնաբանի, բայց կարծում եմ ստացվում է դա մեր մոտ։ Գորիսը հյուրընկալում է ֆեստիվալ փառատոնն առաջին անգամ։ Ըստ ձեզ ինչ ազդեցություն կունենա համայնքի եւ քաղաքացիների վրա փառատոնը։ Բնականաբար սա լուրջ խթան է զբոսաշրջության առումով, որովհետեւ Գորիսը հիմնական շեշտը հենց туриզմն է։ Այս դեպքում ինքը քաղաքին ավելի նոր ճանաչելիություն է տալիս, ավելի մեծ հնչեղություն է տալիս,
համոզված եմ, որ շատ ինքը մեծ արդյունքներ կտա ֆեստիվալը Գորիսին։ Հենց այս բանը կարող ենք ֆիքսել, որովհետև ոչ միայն Գորիս համայնքի հյուրանոցներն են ամբողջությամբ զբաղված, նույնիսկ մեր Սիսիան համայնքում են հյուրանոցները ամբողջական զբաղված, ասենք սա ոչ միայն կարող ենք ֆիքսենք, որ Գորիս համայնքին լուրջ էֆեկտ տվեց, այլ նաև ամբողջ Սյունիքի մարզին տվեց էֆեկտ։ Այսինքն մենք կարող ենք ենթադրել, որ բոլոր առումներով եւ բոլոր ոլորտներում սոցիալական, տնտեսական եւ զբոսաշրջային եւ հատկապես ֆեստիվալի շնորհիվ մենք ունենք ակնկալիքներ, որոնք այսօր դարձել են իրականություն, այո։ Այո, միանշանակ։ Դրա մասին փաստերն են արդեն իսկ խոսում, հենց այն որ ամրագրված են բոլոր համարները, բոլոր ռեստորաններում սեղաններ չկան։ Շամացային կենտրոնները Բոլոր լեփլեցում են։ այո, դա հենց խոսում է հենց այդ նույն մեծ տնտեսական մեծ կոմպոնենտի մասին, որ արդեն իսկ տվել է Գորիս համայնքին։ Ինչով է տարբերվելու Գորիսի ֆեստիվալը մնացած ֆեստիվալներից։ Օհո։ Դե պատասխանեք։ Կարծում եմ գորիսեցիներով։ Մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք եւ հենց այսօր մեր միջոցառումների մի մեծ մասը մեր ավանդույթներից են լինելու, տարբեր միջոցառումներ ենք նախատեսել։ Կարծում եմ ամեն մի քաղաք ունի իր մշակութային առանձնահատկությունները որոշակի առումներով, Գորիսը այսօր ցույց կտա իր տենց ուժեղ կողմերը։ Դե գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի Հանրապետության շատ տարբեր մարզերից մարդիկ գալու են ու վայելելու են Գորիսը, վայելելու են օրը, տոնը, վայրկյանը, բայց հետաքրքիր է գորիսեցիների արձագանքը, ինչպիսին է, ինչեր եք լսել առհասարակ տրամադրվածությունը։ Բավականին բարձր, համայնքապետարանը տարին մի քանի անգամ, եթե նույնիսկ չասեմ ամիսը մի քանի անգամ մեծ միջոցառումներ ենք կազմակերպում, ոչ միայն տեղացիների համար, նաև մեր զբոսաշրջիկների համար, եւ այսպես բավականին ակտիվություն կա հենց այս մասով։ Իսկ այն որ ֆեստիվալն է արդեն Գորիսում, դա ավելի մեծ մասշտաբ ունի, իհարկե, քան որ մեր նախաձեռնություններն են լինում։ Բնականաբար մարդիկ ավելի դրական են տրամադրվում, ավելի մեծ ակնկալիքներով եւ հուսով եմ, որ բավականին ստացված օր կունենանք մեր ակնկալիքները, այսպես ձևակերպեմ, տեղին կլինեն։ Մեր ակնկալիքները եւս մեծ են եւ քանի որ ոչ միայն գորիսեցիներն են մասնակցելու այսօրվա փառատոնին, մարդկանց մեծ հոսք է սպասվում։ Համայնքապետարանը ինչպիսի աշխատանք է կատարել տրանսպորտի անվտանգության հարմարավետության տեսանկյունից։ Անվտանգության մասով իհարկե մեր ուժային գործընկերները ամբողջական իրանք են կազմակերպել բավականին բարձր մակարդակով։ Տրանսպորտային տարբեր մշակութային այդպիսի սուբյեկտներ ուղեկցելու համար համայնքապետարանը իր տարբեր գործընկերների հետ կազմակերպել են, որպեսզի մարդկանց օրը մինչև երեկոյան ժամը լրացվի, տարբեր պատմամշակութային կոթողներ են տանելու մեր հյուրերին։ Այդ մասով այդքան է։ Ամեն ինչ կազմակերպված է միանշանակ հավուր պատշաճի։ Հետաքրքիր է, որ ֆեստիվալի կարևոր առաքելություններից մեկը տեղական արտադրանքի ցուցահանդեսներ կազմակերպելն է եւ զարգ տալն է տնտեսության զարգացմանը նաեւ։ Գորիսում այսօր նրանք քանիսն են, ինչպես են ընտրվել եւ ինչ են ցուցադրելու նաեւ տեղական արտադրողները այսօր հիմնականում։ Անկեղծ ասեմ, թիվը չեմ կարող հիմա մտաբերել ասել։ Որովհետեւ շատ են։ Շատ են տեղական տարբեր արտադրություններ, որոնք վերջին տարիներին իրենք արդեն իրենց արտադրությունը բրենդավորել են։ Սա նոր հնարավորություն է, որպեսզի այդ իրենց բրենդը ավելի մեծ ճանաչում ունենա եւ մարդիկ բավականին լուրջ պատրաստվել են հենց այսօրվա ներկայանալու համար։ Եվ որն ամենակարևորն է, ի վերջո այսօր Գորիսի օրն է նաև եւ որպես համայնքի ղեկավար ձեր մաղթանքը եւ ուղերձը ձեր քաղաքացիներին։ Գորիսի օրն է, Գորիսի տոնն է այսօր, բայց կարծում եմ Գորիսը ամեն օր է տոն, Գորիսում լինելը ամեն օր է տոն։ Մեր ազգաբնակչությանը մաղթում եմ ուժ, բարձր տրամադրություն եւ փորձեն ամեն մեկը ամենացորդ իր գործով նվիրվածությամբ ստեղծել այնպիսի միջավայր, որ Գորիսում հյուրընկալող ցանկացած մարդ զգա, որ ամեն օր այս քաղաքում տոն է։ Շնորհակալություն եւ գնալով դեպի ամփոփում պարոն Արուշանյան, մարդիկ եկան ու հասան Գորիս, առաջին տեսարժան վայրը, որ պիտի այցելել ըստ ձեզ իհարկե, որն է դա։ Ըստ ինձ հին Գորիսը, որտեղ ունենք Սուրբ Հռիփսիմե եկեղեցին եւ 8-րդ դարի ամֆիթատրոնը ժայռերի մեջ, որ կարծում եմ պետք է այդտեղից սկսել։ Եվ հենց այդ տեսարժան վայրերի եւ կոթողների ցանկը կա
մեր ծրագրում եւ ինչ ճաշակել, շատ հետաքրքիր հարց, ուտել, այո։ արդեն այո, հարցած Ես մարդկանց սկզբունքորեն համար։ որևիցե ուտելիք չեմ տարանջատում, որովհետև կարծում եմ, որ Գորիսում ամեն բան համեղ է։ Օ, իսկական պատասխաններ եւ տեղին ու ճիշտ։ Մենք դրանում համոզվելու ենք այսօր, Առանց որևէ սիրելի հեռուստադիտողներ։ խտրականության Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Օրվա լավ շարունակություն ձեզ, այսօր պատասխանատու օր է, տոնական օր է, բայց պիտի վայելել ամեն մի վայրկյանը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, մենք շարժվենք առաջ, միացեք մեզ, սա տոնական առավոտ լուսոն է, շարունակում ենք մեր ընթացքը։